Նախ տեսնում ենք ծառերի, արդեն տնկված ծառերի բարձրությունը։ Ձևավորում են բավականին մեծ սաղարթ։ Այս հուդայածառը մենք տնկել ենք ինքներս 2007 թվականին, անցել է մոտ 20 տարի, դուք տեսնում եք ծառի բարձրությունը։ Թեղիները փոխարինել հուդայածառերով, թե ոչ, որն է հոգեպես ավելի ազնիվ։ Երևանում 1 տարի առաջ սկսված ծառերի փոխարինումը շարունակվեց նաև այս տարի։ Մարդկանց բողոքները ևս։ Մարտի 20-ից քաղաքապետարանի կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն կազմակերպությունը Թումանյան փողոցում հեռացրեց, ինչպես իրենք են ասում, կենսունակությունը կորցրած ևս 80 ծառ ու փոխարենը տնկեց 95-ը։ 34-ը դեռ կտնկվի։ Պնդում են, առողջ ծառերը չեն հեռացնում, սակայն մի շարք քաղաքացիներ պնդում են, որ նաև առողջներն են հեռացվում։ Նրանք մարտի 25-ին հավաքվեցին քաղաքապետարանի դիմաց, պահանջելով չհեռացնել ծառերը։ Մենք դեմ ենք, որպեսզի առողջ ծառը հատվի զուտ նրա պատճառով, որպեսզի ամբողջ փողոցը միանման ծառերով տնկվի։ Թող տնկեն նոր ծառեր, բայց հին ծառերը, որոնք առողջ են, նրանք առողջ են, թող մնա։ Առողջ լայն կանաչ կորոնայով ծառը հատել, դնել տակը, դեկորատիվ ծառ, որը ոչ թթվածին կտա, ոչ հով կտա, դա անիմաստություն է։ Մենք շոկից մեռնում ենք, մենք ունենք խնդիր էկոլոգիայի, մենք ունենք շոկի խնդիր եւ այլն դրանից բուսնող առողջական խնդիրներ մեր քաղաքացիների։ Եվ դրա տեղը մենք հիմարությամբ ենք զբաղված, դեկորատիվ ծառեր ենք տնկում, այնտեղ որտեղ պետք չի, իսկ այնտեղ որտեղ պետք է մենք չենք տնկում։ Կասեցնել կանաչապատումի բոլոր այն ծրագրերը, որոնք նախատեսում են ծառերի հատում կամ դրանց փոխարինում, մինչև այդ ծրագրերի վերաբերյալ անցկացվի անկախ փորձաքննություն եւ հրապարակվեն դրա արդյունքները։ Փոխարինումն իրականացնող կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն կազմակերպության տնօրեն Արմեն Բեգոյանը վստահեցնում է, հատվում են միայն անառողջ ու ծեր ծառերը։ Ցավոք սրտի, թեղիները ի տարբերություն սոսիների եւ կաղնիների քաղաքային պայմաններում ունեն շատ կարճ կյանք, 40-50 տարի։ Եվ եթե հիշում եք, ես ասացի 40-ականներին, 50-ականներին է եղել մասսայական տունկը Երևան քաղաքում թեղիների, հետևաբար դրանք արդեն 70, միգուցե նաև 80 տարեկան են։ Նրա խոսքով հուդայածառերը լավագույն այլընտրանքն են, քանի որ մի քանի անգամ ավելի մեծ օգտակար գործողության գործակից ունեն, քան թեղիները, ու նաև չորադիմացք ունեն։ Ունեն շատ գեղեցիկ եւ լայն տերևային զանգված, ինչ խոսում է նրանց փոշու կլանման եւ մի շարք գործոնների մասին։ Ունեն շատ գեղեցիկ ծաղկման սեզոն, ինչու են ընտրվել Թումանյան փողոցում, կենտրոնական քաղաքացի հատվածում։ Մայրաքաղաքային կանաչապատումը իր մեջ պարունակում է նաև որոշ ճարտարապետաշինարարական նորմերի պահպանում, նաև սոսի ծառատեսակը Թումանյանի օրինակ նեղ փողոցներում, մայթերում հնարավոր չէ տնկել, դա ճիշտ չի լինի, որովհետև 10, 20, 30 տարի հետո նա պրոբլեմ է առաջացնելու այս շենքի հիմքերի համար։ Հակառակն է պնդում Երևանի ավագանու ազգային առաջընթաց խմբակցության անդամ, հիգիենայի եւ էկոլոգիայի դոցենտ Քրիստինա Վարդանյանը, ցույց տալով դեռ 2007 թվականին Երևանի պետական բժշկական համալսարանի բակում տնկված հուդայածառը։ Նրա խոսքով իրենք քաղաքային իշխանություններին ներկայացրել են միջազգային տարբեր փորձագետների ու ոլորտային ընկերությունների կարծիքներ, որ թեղիները հուդայածառերով փոխարինելով լուրջ խնդիրներ կառաջանան։ Իրանք նշում են, որ քաղաքում լինելու է ջերմաստիճանի բարձրացում, որ օդի աղտոտվածության հետ կապված լինելու է խնդիր, որ կոտրվում է քաղաքի բնաէկոլոգիական կմախքը, որովհետև փողոցի կանաչապատումը դա սովորական կանաչապատում չէ այգեպուրակային տարածքի, դա իր վրա շատ լուրջ ծանրաբեռնվածություն կրող, ֆունկցիոնալություն ունեցող մի հատված է, դուք չեք կարող այդպիսի բաներ անել, մանավանդ կլիմայի փոփոխության պայմաններում։ Արմեն Բեգոյանն էլ հակառակն է պնդում, առ այսօր դեռ չի տեսել իրենց որոշմանը դեմ գեթ 1 մարդ, որը ոլորտի մասնագետ է։ Իսկ իրենք որոշման շուրջ խորհրդակցել են նաև անկախ գիտնականների հետ, որոնք ասել էին, թե օր առաջ պետք է սկսվի անառողջ ծառերի փոխարինումը։ 1 տարի առաջ որոշման դեմ բողոքի ցույցի ժամանակ Տիգրան Ավինյանը ժամանակ տվեց ակտիվիստներին, որ ներկայացնեն իրենց որոշմանը հակադարձող կարծիք։ Հիմա մենք ակնկալում ենք գիտական կարծիք ձեզանից, որի հիման վրա խնդիր չկա, նորից էքսպերտիզա կանենք, խնդիր չեմ տեսնում։ Արմեն Բեգոյանի խոսքով այդ կարծիքը չի ներկայացվել սահմանված ժամկետում։
Ծառերն անառողջ են արդյոք, կամ հուդայածառերը թեղեների լավագույն այլընտրանքն են։ Թե անցած տարի եւ թե ներկայում խնդրի շուրջ զրուցելու համար անկախ մասնագետ գտնելու մեր որոնումներն արդյունք չտվեցին։ Իսկ ծառերի փոխարինումները հետագայում կլինեն նաեւ Մելիք Ադամյան Ամիրյան փողոցներում ու Հալաբյան փողոցի առաջնամասում, բայց թե երբ կլինեն, Արմեն Բեգոյանը դեռ հստակ չի նշում։